5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Ողջույն, սիրելի բարեկամ։ Մեր հանդիպումների ժամանակ դու բազում երախտավորների անուններ ես լսել, պլուպուղու միջոցով հնարավորություն ստացել ճանաչելու բազմաշնորհ արցախցուն։ Այսօր դու ճանաչելու ես ևս մեկ անուն, որ նույնքան թանկ է Արցախցու համար, նույնքան նվիրական, որքան պլուպուղին։ Որովհետև այդպիսիների ջանքով ու նվիրումով է մեզ հասնում մեր նախնյաց ժառանգությունը, լեզվամտածողության պահոց բանահյուսությունը։ Լևոն Հարությունյան, Արցախի պատմության մատյանում լուսավոր ու թանկ անուն, բանագետ, բանահավաք, ազնվագույն մտավորական։ Հաստատապես նա ծնվել էր արցախյան բառ ու բանի նոր ընթացքն ուղղորդելու համար, իսկ նրա միտքն ու ստեղծագործությունն արտացոլում էին իր ժողովրդի համահավաք մտածողությունը։ Նրան ճանաչողը արցախցուն է ճանաչում։ Հիշում եք, պլուպուղուն չճանաչողը չէր կարող ղարաբաղցի լինել, հայտնի զրույցը։ Այդպես եւ Լևոն Հարությունյանին չճանաչողը չի կարող արցախյան բառ ու բան իմանալ, այդ բառ ու բանին գիտակ ներկայանալ։ Ու քանի կհնչի արցախյան բառն ու բանը, անպայման լինելու է Լևոն Հարությունյանի ներկայությունը։ Նրա հավաքագրած նյութերից այսօր պլուպուղու պատումներն ենք ներկայացնելու, իսկ նրա ու նրա ստեղծածի մասին կխոսենք զրույցները լսելուց հետո։ Պլուպուղուն աշկը անայինը Մելիք Շախնազարյան խզղանան իրամին կիրակի ծենատա։ Մելիք նապրասկենա խզղանը տո տանի մաչին պլավիպին։ Տան մամիներ կոր պահում մի պիճի խզղաներ նահետը տանում տան Մելիք Շախնազարյան։ Պողը էսպիցին է հինչա։ Մելիք պահասեր խզղանը ճոտ էր արա։ Մելիքը սովսանուն ճոտ խզղանը յարանում։ Մին շետան ետը համան խզղանը պողի մինել այժում։ Մելիք մտածում է, խզղանը տամբալի մինել աջոտունական։ Մինամ ես անցակենում պողի խզղանը պերում չի։ Պողի, ապա մարդ, բազղանը խեպիրում չես։ Մելիք, բասեք խզղանը ծատ կավա։ Ապողի բազղանը գսատք է։ Էթունցա ճոտերնելին հվատումոս, սատկերին հվատումս։ Նեա, մի բենելասին սկաց։ Պուղի, մարդունցը մացին իչքան սուտեր մացում, դրում սուտերից հաստատ է։ Եթե տիր է, ամեմի, մինին մի շահիում տվական։ Պուղի Մելիք Շախնազարեն պայմանան համաձայնվում է։ Հատևը կա պուղին, թիվյան գիրան ու մրավ։ Ասահում հանցանի, մինգյուլակ եղջերվին երկու տղանիկը համելամ թաղ ճիչինի։ Լսողնեն ծիծաղմն սուտավը կծերի ծաղին, աժղորդ խետի ծաղմըք Մելիքը խորդ հասում։ Հանցվաղթա իրաներա եղջերուն անա իլել կմակի կջղակավա անգունջը քուրելիս։ Գյուլյան կեցալա, կջղակին կթանել ծակալ անգունջին ғրաղաներ, եղջերուն էլ սաղ սլմատ պախալա կեցալ, այդա հվտալիա։ Վեր մարդիկ չրևուն կան պուղին ասում է, Մելիք ես կայրշուն կուպուզա որ սուտար մին չահա խուրթծնիմ, յա սուտար կճեցու, յա հաղս իլցու։ Սիրելի բարեկամ, դու արդեն գիտես, որ այս զրույցները մեզ է հասցրել Լևոն Հարությունյանը։ Նա ծնվել է 1928 թվականին Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Կարևոր ու գնահատելիորեն մեծ է նրա ներդրումը Արցախի բանահյուսական ժառանգության հավաքագրման, նաև ստեղծման գործում։ Նա է հեղինակը նշխարներ Արցախի բանահյուսության 5 հատորյակի։ Այդ 5 հատոր ժողովածուներում ընդգրկված են Արցախի տասնյակ բնակավայրերից գրառված բազմաթիվ պատումներ, բանահյուսության տարբեր ժանրերի նմուշներ,
տրված են Ղարաբաղի բարբառի հարյուրավոր բառերի ու դարձվածների մեկնություններ, ազգագրական տարաբնույթ նյութեր։ Ժողովածուի առաջին հատորը տպագրվել էր 1991 թվականին 25,000 տպաքանակով, ու դա արցախյան գոյապայքարի թեժ օրերին էր։ Այն բացառիկ նշանակություն ուներ ազգային ինքնության, գաղափարախոսության ուղենշման համար, բայց նաև կարևոր էր Արցախի ժողովրդագիտական նյութերի հավաքագրման գործընթացի նոր մեկնարկի առումով։ Լևոն Հարությունյանը հավատում էր, որ ժողովրդի ստեղծած ամենասովորական պատմության մեջ թաքնված է ճանապարհ նշող եւ ուղղորդող մեծ իմաստ։ Նրա գրառած զրույցները մեր լեզվի ու մտածողության քարտեզն են, ու նա գրի էր առնում ոչ միայն հին զրույցները, այլև հայրենակիցների խոսքը, բառերը, սովորությունները։ Խոխեք, ես մտածում եմ վեր դուք մծանակ, դուք էլ եք ուզելան ձեր պատմած հեքիաթները, զվարճալի դեպքերը գրի առնիք ու տա փոխանցվե որպեսզի սերնդեսերունդ։ Ես մտածում պահլական ու պատմալանում շատ հետաքրքիր հանելուկ։ Քատ, մինչ ուաղ ցակատ, վեճ կոթոն է, վեճ էլ արկատ։ Էդ ինչն է։ Մարդու մարմինը։ Ապրես։ Էլի ես գիտում։ Ճղած են տրանը օխտագյուր։ Դա ինչն է բա։ 7 զգայարանները։ Ապրես։ Շատ ապրի սևակ, տեսնանք մինգել նեան հինչա հիշիլական ու պտմլական։ Ես է շուտ ասել ու գիտու իմ հնգերցը սվրցնականում։ Կարիս մի քանիսը ասես մի հենք։ Ակո պապեր, դու ինձ հետ ամին տեպ կապ է, մին կեպ կապ է, մին մաղ կապ է, մին խոպ կապ է, անմտինում տիպ կապ է, կպ կապ է, մաղ կապ է, խոպ կապ է, ակո պապեր։ Ապրիս, գիտում եք ես էլ եմ լալ կուճի, վաղտս շատ շուտ ասելուկներ գիդալից։ Ոզիմ եք մին երկուսը հիշի։ Մուկը մատը մատին կտա, տանկարասը պատին կտա։ Ճուտը ճկես ծիտը, կծես ծտի ճիտը։ Հն, խոխեք, ինչ եք կարծում, ստացվից ինձ մոտ։ Լավ, հաջորդ անգամ ավելի լավ կպտրաստվի։ Այո բարեկամներ, ժառանգությունը սկսվում է հիշողությունից, իսկ հիշողությունը մեզանից յուրաքանչյուրից։ Լևոն Հարությունյանն էր հենց ասել, որ եթե փակվի հիշողությանդ աչքը, իմացիր, որ քո բաժին լույսը վերջացավ։ Պլուպուղու զրույցների հոլովույթում թող միշտ բաց մնա հիշողության աչքը, որ լույսի ճանապարհի վերադարձ լինի։ Պենտ կացեք, տեմպ կացեք։